Նեմ ցեզ հորևորտվո եւ Սուրբ Օգնին անունով բարի եկած եք Աստված Բաշտելույս Սրբարանիններս այսօր գուզենք անդրադառնալ Աստծո հավատարմության եւ բարության մասին եւ այդ հոգիով միշտ հիշենք որ թեև մենք երբեմն անհավատարիմ գլանք բայց մեր Տերը միշտ հավատարիմ է անփոփոխ է եւ անոր բարությունը Հավիդյանս Հավիդենից է Պիտի ընթերցեմ Սաղմոս 34-ը Պիտի խնդրեմ, որ անոնք, որոնք կրնան ոտքի գենալ, Աստծո խոսքի ընթերցումի ադեն, հայերեն և անգլերեն։ Լսենք Աստծո խոսքը երկողացությամբ և հավատքով։ Ամեն ժամանակ դերը պիտի քովեմ, անոր քովությունը միշտ իմ փերանս պիտի ըլլա, իմ անձս դերոճմով պիտի բարձի, խոնարները պիտի լսեն և ուրախ ըլլան։ Ինձի հետ դերը մեծուցեք ու մեկտեղ բարձրացնենք անոր անունը, դերը փնտրեցի ու ինձի պատասխան տվավ և իմ ամեն երկյուղներս զիս բրգեց։ Անոր նայեցան ու լույս արին և անոնց երեսները չամտցան։ Այս աղքատը աղաղագեց ու դերը լսեց անոր և զանիկա իր բոլոր նեղություններեն բրգեց։ Դերոջը հրեշտակը իր փանակը անգե վաղծողներուն 4 կողմը գտնե ու զանոն կազադե։ Ջաշագեցեք ու տեսեք, թե դերը բարի է։ Երանի այն մարդուն, որ անոր գուհուսա։ Դերոջմե վաղծեք ու անոր սուրբեր, ով անոր սուրբեր, վասնզի անիկա վաղծողներուն փամը բագաս չլար։ Արյուծի գորյունները չկավորություն ու անոտություն կգրեն, Սակայն դերը փնտրողներուն բարությունը բագաս պիտի չլա։ Եկեք, որդիկ, մտի գրեք ինձի, դերոջը վախը ցեզի պիտի սորվեցնեմ։ Ով է այն մարդը, որ ապրիլ գուզե ու շատ օրեր գսիրե բարություն տեսնելու համար։ Քու լեզու չարություն է բահե ու շրտունքներդ նենկություն խոսել է։ Չարություն է հերացիր ու բարություն է։ Խաղաղություն փնտրե ու անոր յետևեն կնա։ Դերոջը աչքերը արդարներուն վրայեն ու անոր ականջները անոնց աղաղագին։ Դերոջը երեսը չարակորձներուն թեմ է, անոնց հիշադակը երկրեն փնաչնչելու համար։ Արդարները գաղաղագեն ու դերը գլսե ու իրենց բոլոր նեղություններեն կփրկե զանոնք։ Դերը մոտ է անոնց, որոնց սիրտը գոդրած է ու հոգիով խոնարհածները գաբրեցնե։ Արդարի նեղությունները շատ են, բայց դերը բոլորեն կփրկե զանիկա։ Անոր բոլոր ոսկորները կբահե, անոնց մեկը չի գոդրվիր։ Չարությունը ամբարիշտը պիտի մերցնե ու արդարը ադողները պիտի դադարդվին։ Դերը իր ծառաներուն անձը կփրկե եւ իրեն հուսացողներուն փնավ մեկը պիտի չդադարդվի։ I will exalt the Lord all the times. His praise will always be on my lips. I will glory in the Lord. Let the afflicted hear and rejoice. Glorify the Lord with me. Let us exalt his name together. I sought the Lord, and he answered me. He delivered me from all my fears. Those who look to him are radiant. Their faces are never covered with shame. This poor man called, and the Lord heard him. He saved him out of all his troubles. The angel of the Lord encompasses around those who fear him, and he delivers them. Taste and see that the Lord is good. Blessed is the one who takes refuge in him. Fear the Lord, you his holy people, for those who fear him lack nothing. Amen. Եկեք պարապանենք Աստծո երկելով մեր առաջին երգը, երբ գենանք աղոթքի։
Փոխադարձաբար ընթերցենք փոխասած ընթերցում թիվ 3 բաստարի վրա գրնակ տեսնել նաև։ Քովափանություն առ Աստված։ Քովեցեք դերը վասնզի բարի է մեր Աստծուն սաղմոս ասելը, վասնզի քաղցր ու վայելուչ է օրհնությունը։ Դերը գշին է Երուսաղեմը, Իսրայելի ծպածները գժողվե, սրդով գոդրացները գպժշկե, ու անոնց խոցերը գպատտե։ Աստղերուն թիվը գահամրե, անոնց ամենքնալ իրենց անուններով գգանչե, մեծ է մեր դերը ու իր զորությունը շատ է, անոր իմաստությունը անհուն է։ Դերը կհաստատե խենջերը, ու ամփարիշները մինչև հողը կխոնարեցնե։ Երկեցեք դերոջը գոհությունով, մեր Աստծուն սաղմոս ասեք քնարով։ Որ երկինքը ամբերով գծածգե, անցրև կպատրաստե երկրի համար, խոտ կփուսցնե լերներուն վրա։ Որ անասուններուն իրենց կերագուրը գուտա, ու ակրավին ցակերուն, որոնք կղաղագեն։ Անիգա ցիուն զորությունը չի հաջիր, մարդուն սուրունքներուն չի հավնիր, դերը գահավնի իր մե վաղծողները ու իր ողորմությանը հուսացողները։ Անիգա քու սահմաններուդ խաղաղություն գուտա, ու բարարդ սորենով քեզ կգշտացնե։ Անիգա փուրտի պես ցույն գուտա ու եղյամը մոխիրի պես կցանե, իր սարը բադարներուն պես կնեդե, անոնց սուրդին թեմ ով գրնագենալ։ Անիգա իր խոսքը գպրտե ու գահալեցնե զանով, իր հողը գպչե ու ճուրեր գվասե։ Անիգա իր խոսքը կպատմե Հակոբին եւ իր կանոնները ու դատաստանները Իսրայելին։ Բնավ ասկիմը այսպես չրավ, բայց անոնք անոր դատաստանները չճանցան։ Ալելույա։ Ալելույա։ Եկեք խոնարհեցնենք մեր սրտերը, գլուխները եւ հոգիները Աստծո առջև։ Let's bow before our Almighty God and pray. Hallelujah, hallelujah, hallelujah. Օրնապանենք քեզ ով դեր։ Փարավորենք ու սուրբանունդ, մեծարենք քեզ ու մեծ գործերուդ համար, գորնենք քեզ, բաշտելի երկնավոր հայր։ Փառք քեզ դեր։ Փառք որ թուն հավատարիմ ես ով դեր։ Որ քու հավատարմությունը Դավիդյան է, որ դու անփոփոխ ես եւ քու հավատարմությունը, սերդ եւ փառությունդ անփոփոխ է։ Ո ինչ մեծ ես դու ով դեր։ Չմեծ ու սքանչելի են քու կորձերդ։ Շնորհակալություն կհայտնենք, որովհետեւ գճաշակենք եւ գտեսնենք, որ Տերը բարի է։ Շնորհակալություն կհայտնենք, որովհետև գաբրինք, որ դերը հավատարիմ է։ Գվգայենք քո հավատարմությանը տով դեր։ Երախտագած սրտով, ուրախ, խնդուճամբ լեցուն քո հոգիովդ, գահագենք միասին եւ գսենք։ Դերը բարի է, անոր ողորմությունը հավիտյան է։ Կեզ գանցնվին կիմահով դրաս բաշտամունքին։ Տպիր մեզ քո հոգիովդ, վերանորոգ է մեր հոգին, վերանորոգ է մեր հավատարմությունը եւ հնազանդությունը քեզի հանդեպ, որբեսի գրնանք հիմա եւ միշտ փառավորել քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, Հիսուսի անունով, ամեն։ Շարունակենք պաշտամունքը երգելով մեր հաջորդ երգը թիվ 28 դերոջը դար։
Մեկ վարյան լրության արիթ տամ, որ բոլորս պատրաստենք մեր հոգիները, խոստովանենք մեր մեղքերը Աստծո առջև եւ գոհունակ սրտով կանք անոր առաջ. I'll give you a moment of silence so you prepare your hearts for prayer, confess your sins, and ask that this worship may be acceptable to the Lord. Փարավորյալ Սուրբ Երրորդություն Հայր, Որդի և Սուրբ Հոգի Աստված ամենագալ, ամենասուրբ, հզոր և սքանչելի Աստված եկած ենք հոս այսօր հավաքական խումբով իբրև եկեղեցիով դեր Շնորհակալություն հայտնելու քեզ ամենեն առաջ։ Ոչ թե այնինչ որ կգադարես մեզի համար, այլ որ քու էությանը, թե ով ես թուն, թե հավիտենական ես, թուն որ էիր եւ ես եւ թերբիդիկաս եւ այս սքանչելի ճշմարտության համար շնորհակալություն եւ գոհություն կհայտնենք քեզ որդեր։ Այև շնորհակալ ենք քու գործերուդ համար։ Այնինչ որ գադարեցիր եւ կգադարես քո հոգիովդ եւ որդիդ միջոցով որքան երախտաբար ենք ովդեր որքան զորացած ենք այդ ճշմարտությամբ որքան շնորհակալ ենք մենք քու գտենք ովդեր մենք քու ծառաները դենք քեզի ենք քու парքիդ համար գուզենք ապրիլ парք ու տանք քեզի ովդեր դետուն այսպիսի ճշմարիտ միակ գենթանի եւ ողջ եւ հավիտենական Աստվածն ես, որ արժանի ես ամեն երկրպագության, բաշտամունքի, փարապանության, միայն դու արժանի ես Աստծո քարը, որ եկար մեր բրգության համար եւ մեր հարության համար, փառք ես դերով դեր, փառք եւ հազար փառք։ Շնորհակալ ենք նաեւ ով դեր, որ մեզի վստահած ես եկեղեցիդ Վստահած ես, որ մենք քու ավետարանիդ փարիլուրը կրնանք դարաձել դարաձելով եւ խոսքով եւ գործով եւ մեր առօրյայով իբրև անհատներ եւ մեկ եկեղեցվո ծառայություններու միջոցով լան անոնք երդասարտացի գիրագնորիայի դիգնացի դղամարտկանցի կամ ովևէ մեկ այլ գործունեություն որ եկեղեցին կգադարե գուզենք հիշել եւ վերահիշել որ ամենը կգադարենք քու парքիդ համար թողլա Տուն քո հոգիովդ եղիր անոց մեջ որբեսի քու կամքիդ համաձայն լա մեր եկեղեցին որբեսի լանք լույս հույս սեր եւ բարիք այս համանքի մեջ մեր 4 կողմերուն մեջ մեր շրջանագին մեջ մեր առօրյային մեջ Գիտակից ենք դեր որ առանց քու ներկայությանդ Առանց քու հոգիիդ մենք չենք կրնարնել այդ Անորամար խոնարհապար կխնդրենք քեզ մե միշտ եղիր մեզի հետ ով դեր Սորվեցուր մեզ հանդիմանե մեզ առաջնորդե մեզ հովվե մեզ որբեսի կրնանք միշտ փառք եւ բադիվ բերել քեզի Փառք ու տանք քեզի ով դեր Փառք ու տանք ամեն մեկ անձի որ հոսե ամեն մեկ անձի որ գծարայե ամեն մեկ անձի որ գսիրե քեզ եւ գուզե քեզ ճաշտել ամեն մեկ անձի որ պատրաստ է նվիրվելու իբրև գենտանի մադաղ քու парքիդ համար օրտնե մեզ ով դեր քու արատ ողորմությանդ մեջ շնորհքի ջոխությանը մեջ օրտնե մեզ ով դեր կփանանք ցերկերնից որբեսի ստանանք օրտնությունները օրտնե որբեսի գրնանք մենք այդ օրտնությունները փաշխել ուրիշներուն Եվ այլ օրտնություններու միջոցով մարդիկ քեզ ճանչնան Նաև եկած ենք դեր խոնարհապար, կոդրված սրտով,
խոստովանելու մեր մեղքերը։ Այո, կխոստովանենք մեր մեղքերը ով դեր, որ գադարած ենք, լան անոնք խոսքով, գործով, մտքով, չարախոսությամբ, նախանցով, հբարդությամբ եւ այլ ձևով։ Ներե մեզի, ներե եւ ողորմիա եւ կտա մեր վրան մարդասեր Աստված։ Հիսուս Քրիստոս, որդի կենթանի Աստծո, ողորմե մեզի բազմամեղիս։ Եվ շնորհակալ ենք, որ դեր թողություն կշնորհես մեր մեղքերուն, երբ կխոստովանենք։ Շնորհակալ ենք, որ դու քո արինովդ մաքրած եւ սրբած ես մեզ մեկ անգամ ընդմիշտ եւ արտարացուցած ես, հաշտեցուցած ես Աստծո հետ։ Շնորհակալ ենք անոր համար ով դեր։ Շնորհակալ ենք, որ մենք կրնանք քու քահիտ մոդենալ համարցակությամբ քու որդիդ գդարած բրգակորձությամբ։ Փառք ու դանքեզի անոր համար։ Գաղութենք նաեւ մեր սկավորներուն համար ով դեր։ Անոնք, որոնք կորսեն ցուցած են սիրելիմը, իրենց սիրելիները, որ մահացած են, որ մարմնով չեն բնագիր այլևս իրենց հետ։ Գաղութենք ով դեր, որ տուն մխիթարես իրենց, որտեվ տուն ես ճշմարիտ մխիթարիչը, որ մեր մտքեն դուրս եւ մեր հասկացողությունն ավելի գրնաս մեզի խաղաղություն շնորհել, մխիթարություն շնորհել Հիսուս Քրիստոսով։ Խնդրենք քեզ ով դեր, որ սկավորներուն հետ լաս։ Օգնե մեզի ալ, որ մենք ալ գրնանք մխիթարել այդ սկավորներուն, նեղության բարակային իրենց հետ լալ, իրենց կողքին լալ, քալել իրենց հետ, սփոփել իրենց եւ քուսերդ իրենք ճաշակեն այդ դժվար եւ դակնաժանամային բահերուն։ Նաեւ շնորհակալ ենք եւ կխնդրենք քեզ ով դեր, որ բժշկես մեր հիվանդները։ Ամեն մեկ անց, որ գարոդ ունի քեզի, ինչպես Սամոսի մեջ կարդացինք։ Այն մարդը աղաղագեց եւ Աստված լսեց անոր։ Մենք ալ աղաղագենք ով դեր, ինչպես 2000 տարի առաջ թբար եւ բժշկեցիր հազարավոր եւ հազարավոր մարդիկ, այսօր նույն այդ բժշկությունը կխնդրենք վստահությամբ, որ դու անփոփոխ հավատարիմ եւ բարի Աստված ես եւ անոր համար կբժշկես մեզ եւ բժշկվելով հիվանդներով դեր մտային, ֆիզիկական թե հոգեգան, բոլորս ալ դառնանք քու ծառաներդ եւ ապրենք կյանքը, որ քեզ կփառավորե։ Նաեւ գաղութենք մեր երկրին համար Կանադային ով դեր։ Այդ բոլոր բարիկներուն, որ տապած ես մեր երկրին վրան հոս, հողին մեջ, որ ունենք հարստություն, ամեն տեսակի հարստություն, ֆինանսական, ջաշի, ապրելու, խաղաղության, այս բոլորը քեզ մեն ով դեր։ Մենք կգիտակցենք եւ գործնենք քո անունդ եւ փառք ու դանքեզի այս բոլոր բարիկներուն համար, որ մեզի կշնորհես։ Նաեւ շնորհակալ ենք մեր երկրին հայրենիքին համար, հայրենիքին, Հայաստանին, հայ ժողովրդին։ Շնորհակալ ենք, որ դեր գանտրադարձնես մեզի, որ առանց քեզ չունենք մենք բրգություն, եւ թե երեք Հայաստանի մեջ մենք ունեցանք բահմը ուր գրնանք քեզ փառավորել աղոթքի պահ, իբրև հայ ժողովուրդ, իբրև պետություն։ Թող որ այդ մեր աղոթները ճշմարիտ լան քեզի հանդեպ, ով դեր լսելի լան եւ դուն ագանջ տաս անոնց եւ քու գամքիդ համաձայն մեր երկիրը առաջնորդես թեպի լույսը։ Քեզի կհանձնենք մեր այսօրվա պաշտամունքը ով դեր։ Ամեն մեկս մեր արդասանած խոսքին, երգին, քարոզի մեջ են, թող որ դու տպնաս մեր հոգին, մեր մտքին, որովհետեւ մենք լսենք քու ցայնդ, ջաշակենք քեզ եւ տեսնենք թե դերը որքան քաղցրու բարի է եւ հավատարիմ է։ Քու սուրբ անունովդ, որդիդ, բադվական անունով կխնդրենք այս ամենը։ Հայր, որդի եւ Սուրբ Հոգի։ Հալելույա։ Ամեն։ Շարունակենք պարապանություն երգելով երգ թիվ 215 դերը ինձի առաջնորդ է։ Առաջնորդ է
Շնորհք եւ խաղաղություն ձեր բոլորին, այս գիրագի ուրախ եմ, որ նորեն գրնանք իրարու հետ գտնվել եւ կտեսնեմ, որ 3 գիշերվն է այսօր արդու արդեն եկեղեցին զարտարված է լուրալչունեի, բոլորիդ բարձ կգադար, բոլորս ալ կպատրաստվենք ավետիսի լուրը, բարի լուրը ընդունելու, մինչ այդ բաց կուզեմ անդրադառնալ մեր իրականության, մեր իդեք բահերգան, որ չեն կրնար մորնալ, բահերգան մեր կյանքին մեջ եւ եթե հարցնեմ ձեր ամեն մեկուն բոլորդ գրնակ հիշել ուր էիք, ինչ կնեիք եւ ինչ ըսիք եւ ինչպես էր այդ բահերը եւ անոնք բահեր են, որոնք անհատական են եւ մեր հիշադակի մեջ կմնա մեր օրվան հետ մեր կյանքին մեջ մենք բայց այսօր գուզեմ անդրադառնալ թե իբրև եկեղեցի գաբրինք նույնանման բահը, որ նվիրական է, բահը, որ սուրբ է, բահը, որ իսկապես սրբազան է։ Եվ այդ ամենուն մեջ մենք կտեսնենք, որ ինչպես դերը դարիներ շարունակ, բահեց մեր եկեղեցին, մեր սրտերը բացավ, որպեսզի մենք տեսնենք որոշ ճշմարտություն, եւ իր հոգիով զորացուց մեզի, որպեսի մնանք զորավոր։ Եվ վերջապես գտեսնենք, թե դերը որքան բարի եւ հավատարիմ է եւ մեզի ես ալ մեջը ըլլալով գբարկեվե առաջնորդող խումբ եւ հովիվ, որպեսի եկեղեցին գարենա ապրիլ եւ քարոզել ավետարանը։ Եվ այս կսեմ ոչ թե որբեսի ասեմ նայեցեք ես որքան լավ եմ եւ դուք որքան լավ եք ոչ ասեմ որովհետեւ գուզեմ բոլորս հասկանանք որ Աստծո հավատարմությունն է եւ Աստծո բարությունն է եւ Աստծո շնորհքն է որ բոլորս գվայլենք թեգուզ մենք արժանի չենք բայց Աստված հավատարիմ է եւ բարի է եւ անոր համար մենք գվայլենք այսպիսի սքանչալի օրեր իրարու հետ։ Եվ գուզեմ այսօր նույնը անդրադարձնել խոսիլ թե ինչպես է Աստծո հավատարմությունը եւ բարությունը։ Ինչ է Աստծո հավատարմությունը եւ բարությունը, որովհետեւ վստահ եմ մեզ շատերը նախքին 10 տարիներու ընթացքին թերևս մտածեցինք արդյոք դերը պիտի հայթայթե Արդյոք դերը պիտի հիշե մեզի իբրև եկեղեցի, արդյոք դերը պիտի բահե մեր եկեղեցին։ Եվ ահա այսօր կգանքնենք այն դեղը, այն ժամը, այն բահը, որ բոլորս միասին ականատես եղանք եւ փառք կտանք Աստծո եւ հավատարմության եւ բարության։ Եվ այդ պիտի ընթերցեմ, որ քարոզիս նույնն է Սաղմոս 145-ն, 13-ն, 21-րդ համարները։ I'll be reading from Psalm 145, verses 13 to 21. Եվ այդ Սաղմոսը գրված է իբրև կողունակության, շնորհակալության Սաղմոս Աստծո, Սաղմոսները ընդհանրապես երգ են, կամ աղոթներ են, որոնք կորց կարձասանվին, կամ գերկվին, եւ առաջին բաժինի մեջը մինչեւ 13-րդ գլխուն Սաղմոսակիրը Դավիթ թագավոր փառք կուզա Աստծո իր էության եւ ով լալուն համար։ Եվ անգևերջ, որ մենք պիտի ընթերցենք եւ խոսենք, ցույց կտա թե Աստված ինչպես գնե այնինչ որ վերը խոսած էր Սաղմոսակիրի իր մասին։ Լսենք Աստծո խոսքը երկուղացությամբ։ Քու թագավորությունդ ով դեր հավիտենական թագավորություն է ու քու դերությունդ ազգե մինչև ազգ։ Դերը կհաստատե բոլոր ինալու վրա եղողները եւ բոլոր վարձրածները կգանքնեցնե։ Ամենուն աչքերը քեզի կսպասեն ու ժամանակին անոնց գերագուրություն իրենց կուտաս։ Քու ցերկդ կփանաս ու ամեն գենթանի փափակը կլեցնես։ Դերը արդար է եւ իր բոլոր ջամփաներու մեջ ու ողորմած է իր բոլոր գործերուն մեջ։ Դերը մոդ է այն ամենուն, որոնք զինք կգանչեն,
այն ամենում, որ ճշմարտությամբ զինք կգանչեն։ Անիգա իր մե վախծողներուն փապակը գլեցնե եւ անոնց աղաղակը գլսե ու գփրկես անոնք։ Դերը բոլոր զինք սիրողները կբահե, սակայն բոլոր ամբաշները կգործընծնե։ Մա իմ եւ ծեր, իմ պերանս դերոջը կովությունը պիտի բատմե ու ամեն մարմին անոր սուրբ անունը պիտի օրհնե Հավիդյանս Հավիդենից։ Աղոթեմ։ Ով դեր, շնորհակալ ենք քո խոսքիդ համար, բաց մեր հոգու ականջները, բաց մեր հոգու սրտերը, մտքերը, որպեսզի ակնկալենք քո սուրբ խոսքդ, զորանանք անով եւ զորանալով ապրենք քո բարգիդ համար։ Հիսուսի անունով, ամեն։ Գիտեք, Աստված Եբրայեցիս գրքին մեջ կսե Հիսուս Քրիստոս նույնն է, երեք, այսօր եւ հավիտյան։ Այսինքն Աստված անփոփոխ է, Աստված չփոխվիր, բարականերուն հետ գախված չէ իր իրավիճակը, իր էությունը։ Եվ Սամոսակիրը գանտրատարնա այդ բոլորին, երբ կսե ոչ թե որովհետև Աստված ամեն ինչ ըրավ եւ լավ եղավ, որովհետև մեր կյանքը գադարյալ է, ոչ, որովհետև Աստված գադարյալ է, որովհետև անոր բնությունը չի փոխվիր, իր էսենսը բնությունը չի փոխվիր։ Աստված հավատարիմ է Սուրբ Գիրքը գսե, Աստված բարի է գսե Սուրբ Գիրքը, ճաշակեցեք եւ տեսեք թե ինչ քաղցր ու բարի է դերը։ Եվ այդ հավատարմությունը եւ բարությունը, որ անփոփոխելի է, մեզի կհայտնաբերվի մեր կյանքի պայմաններում մեջ։ Սամոսակիրը ժամանակին թագավոր Դեյվիդ, երբ որ գրած էր Դավիթ այս սաղմոսը, որովհետև իր թագավորության վերջին ժամանակը հասած էր։ Եվ ինքը կարծեք թե գանտրատարնա իր կյանքի օրինակին եւ իր կյանքի ապրածին եւ գուկա դեմը եւ գահանջի գսե այսպես. ով դեր ողորմած ու քթած բարեկուտ է դերը, երգայնամիտ է եւ միշտ սիրով լեցուն։ Եվ վերջը գսե քու թագավորությունը Դավիթյան է Հավիդենից։ Եվ գսե ինչեր կգադարե որ մենք պիտի անդրադառնանք։ Եվ հիմա մենք կարծեք թե այդ Դավիթ թագավորի խոսքերը գառնենք եւ իդ գնցենք Աստծո։ Իր խոսքն է իրականության մեջ, եթե ուշադրություն ունենք։ Աստծո խոսքը Սաղմոսը Աստծո խոսքն է։ Դավիթ թագավոր գրած է, բայց իր խոսքը հիմա մեր խոսքը գնենք եւ այդ մեր իր խոսքը իդ իրենք ու դանք ասենք որ դեր ինչ մեծ ես դու։ Շնորհակալ ենք որ հավատարիմ ես եւ բարի ես։ Եվ այսօր մասինը, որ ես կուզեմ այսօր անդրադառնալ քիչ ավելի լրջությամբ։ Ուրեմն հետևյալ նախատասությունը միտքերնից պահենք։ Աստված անփոխանակելի է եւ անփոփոխ է անոր բարությունն ու հավատարմությունը։ Ան է մեր հույսի հիմքը, որ մեզ կքաջալերե վստահելու անոր եւ իր բոլոր բարգեւները հրճագելու նույնիսկ անոր մեծություն։ Մեր հույսին հիմքը մենք չենք, մեր հավատարմությունը չէ, մեր էությունը չէ, մենք միջոց ենք։ Մեր հույսին հիմքը անոր հավատարմությունն է, անոր բարությունն է, անոր մեծությունն է, անոր վսեմությունն է, անոր բրգությունն է, անոր հարությունն է։ Մեզի գինա բարձաբես անդրադառնալ, reflect անել, որ այդպես է, ինչպես որ Դավիթ թագավոր 3000 տարի առաջ մոտավորապես անդրադարձած էր։ 10-րդ եւ 14-րդ համարներում մեջ կտեսնենք, որ գսե անոր թագավորությունը Հավիդյան է եւ սերունդե սերուտ պիտի մնա եւ դերը բոլոր ինգածներուն պիտի գանտնեցնե եւ բոլոր ծրածները գսե խոնարներուն պիտի բարձրացնե։ Մենք իբրև եկեղեցի գիտեմ բոլորս ալ մոտավորապես 10 տարի օգնություն խնդրեցինք Աստծմե, որ եկեղեցին կոյադևե։
որ եկեղեցին շարունակե իր կյանքը։ Անգես պիտի լանք սակայն, որ գային ժամեր, բահեր մեր մեջ, որ երբեմն հուսահատ էինք, երբեմն անորոշ էինք, երբեմն հոգնած էինք և ֆիզիկապես, և մարմնապես, և հոգեպես, ըսելու թե դեր, օգնե, մինչև երբ։ Հոսք ու կանք անդրադառնալու Աստծո խոսքին ճշմարտության, որ գսե Աստծո թագավորությունը հավիտենական է, անոր իշխանությունը չի մարիր եւ անոր աջակցությունը երբեք չի ցախողիր։ Եկեղեցին չկոյադևեց, սխալ չեմ ասել, որ ճիշտ մտքեմ, լավ մտինենք, ես ալ մեջն եմ, եկեղեցին չկոյադևեց, չմնաց կյանքուն մարդկային մեր ուժերով, չգարձեք այդպես, որտեղ այդ գարձիկը մեզի հբարդության կտանի, եւ երբ որ մենք կհբարդանանք, Աստված մեզի կխոնարհեցնե, այդպես չէ, չենք ուրանար մեր ներդրումը, մենք ներդրում ունենք եւ կանտրատարնամ անոր, բայց չգարձենք, որ եկեղեցին բահվեցավ, որովհետեւ մենք եւ մենք, եկեղեցին բահվեցավ, քանի որ Աստծո թագավորությունը հավիտենական է։ Եթե Աստծո թագավորությունը լար հռոմեացիներուն թագավորության պես կամ հայերու դիկրան թագավորին թագավորության պես կամ ինչ որ թագավորություն որ գուզեք առնել, օրը պիտի վախճանի։ Բայց Աստծո թագավորությունը քանի որ հավիտենական է, եւ կան հավատացյալներ, որոնք գվստահին Աստծո, եկեղեցին կանգուն կմնա։ Ան է որ մեզ զորացուց, երբ մենք թուլցանք։ Ան է որ մեզ փարսացուց, երբ որ մենք ինգած էինք եւ պետք ունեինք։ Եվ հիմա բոլորս կվայելենք մեր եկեղեցին փառքավաճումը, առաջնորդությունը, ուղղությունը, որովհետև գսենք իրեն դեր թուն հավատարիմ ես եւ դգարներուն կբահես եւ քու թակավորությունը դգանկուն է հավիտյանս հավիտենից եւ մենք անոր կապավինենք։ Եվ բոլորիս է այս խոսքը։ Բոլորիս է, ես ալ մեջը։ Եվ վերջապես կուզենք անդրադառնալ, որ Աստծո թագավորությունը հավիտյան է եւ մենք դեսանք անոր գադարելագործումը Հիսուս Քրիստոսի մեջ։ Որովհետեւ ան է որ գբերը Աստծո թագավորությունը, որովհետեւ ան է որ իր կյանքով ցույց կտա, որ իր թագավորությունը կգործե մեր մեջ եւ մենք կրնանք մնալ հավիտյան։ Եվ այդ պատճառով է որ եկեղեցին, ինչպես այսօր հավիտյանս հավիտենից կյանքում պիտի մնա։ Երկրորդ 15-րդ եւ 16-րդ համարներում մեջ կանդրադառնանք Աստծո նախադեսությանը, for his provision։ Հնայինք եւ Սամոսակիրը գսե. «Բոլորին աչքերը քեզի կսպասեն, եւ տուն ադենին գուդած անոնց իրենց գերագուրը, քու ցերկդ կփանաս ու ամեն գենթանի մարմին կշտացնես իր փապակին համացայն»։ Մեծ ճշմարտություն գահոս, որ Աստված կգերագրե, կբարգևե, կհայթայթե, կնախադեսե իր ժամանակին, ոչ մեր ժամանակին։ Որովհետև եթե Աստված պիտի հայթայթե եւ բարգևե մեր ուզած ժամանակին գտարնա, անգլերենով գսեն genie in the bottle։ Գփչես վրան, գշոյես քիչմը, գաղոթես եւ Աստված ուզածդ կնե։ Բայց այդպես չէ։ Մեզի գնա մեր կորձը ընել, Աստծո գնա իր կորձը ընել։ Մեզի ինգած է հավատարիմ մնալ Աստծո աղոթել եւ խնդրել իր գամքը, Աստծո գնա իր մեծ ողորմության եւ գիտակցության մեջ իր ժամանակին հայթայթել այնինչ որ եկեղեցիմը պետք ունի։ Ոչ ավելի շուտ, ոչ ավելի ուշ, այլ ճիշտ այդ բահուն, երբ անհարմար կտեսնե։ Մենք աղոթեցինք, ես ալ մեջը ըլլալով, որ դերը մեզի դա հավատարիմ ծառաներ, որբեսի եկեղեցվո հոգապարծությունը լան, որբեսի երդասարտացի ղեկավարները լան եւ վարչություն, որբեսի գիրակնորիայի ուսուցչուհիներ եւ դեսուչները լան, որբեսի դիգնացի մեծ ծառայություններ ունեն, որբեսի ունենանք նվագախումբ որ կնվագե, որբեսի ունենանք անոնք որոնք կօգնեն տեխնիկային մեջ, որբեսի ունենանք հավատացյալներ որ գուքան մտիկ կնեն
եւ գուզեն ապրիլ Աստծո խոսքին համաձայն եւ որբեսի ունենանք հովիվ, որբեսի գրնանք առաջնորդվել։ Եվ Աստված լսեց այդ աղաղակները, լսեց այդ աղոթքները, որովհետեւ մեր աչքերը իրեն կսպասեին։ Բայց չգադարեց մեր ուզած բահուն եւ բոլորս կրնանք վգայել անոր։ Մենք 10 տարի ունեցանք search committee։ Եվ ըստ ճշմարտությունը գուզեմ բացահայտել, որ մեծամասնությունը չգիտեր։ Ունեցանք search committee եւ ունեցանք բահեր, որ փորձեցինք ունենալ հովիվ, բայց չեղավ։ Եվ գուզեմ լավ հասկանաք, իմ մասից չէ նույնը։ Ես ճաշտոնը կրավողն եմ, բայց իմ մասից չէ նույնը, ես գուզեմ լավ հասկանաք։ Ես չեմ խոսիր, որպեսզի զորաբը նայր ինչ ավրում։ Ոչ, ադի չէ։ Ես գուզեմ տեսնենք ես ալ մեջ լալով, որ Աստված իր ժամանակին ինչպես կհայտայտե այնինչ, որ մեր եկեղեցին պետք ունի, այսօր հովիվ էր, վաղ ուրիշ բան կրնալալ։ 6 տարի առաջ, երբ որ ես վկայություն տվի, այդ օրվա search committee հանդենապետը ինձի եւ մեկու մտուն կանչեց եւ ասավ գարձես զորապ այսօր խոսած ադենը դեսա որ դու պետք է լաս հովիվ եւ պիտի խնդրեմ քեզ մե որ հիմա այդ ճաշտոնը ստանցնես եթե դու համամիտ ես ես ալ եկեցին լուր գուտամ եւ բոլորդ գիտեք պատասխանը ինչ եղավ ես ասի ոչ ես ոչ պատրաստ եմ հովության ոչ պատրաստ եմ զարայելու եւ չեմ ուզեր բարձրապես ճաշտոն մլեցնելու սիրուն ճաշտոն լեցնել որովհետեւ Աստծո ժամանակը այն ադեն չէր եւ դակավին Աստված մեր բոլորին հետ ընելիք ուներ մանավանդ ինձի հետ որ ինձի եւ մեզի հասկացներ թե երբ եւ որ ժամանակին մենք ինչ պիտի անենք սակայն ասամենու մեջ կսեմ որ բոլորս մնացինք Սամոսակրին ասածին պես մեր աչքերը դեր թեպի քեզ պիտի բահենք եւ թունքու ժամանակիդ պիտի գերագրես մեզի եւ հայթայթես այնինչ որ մեր եկեղեցին պետք ունի եւ անոր համար բարգ ուտանք Աստծո եկան ժամանակներ հավանաբար որ մեր եկեղեցին դերևս նյութական ֆինանսավորումի պետք ուներ կամ մարդուժի պետք ուներ կամ ծառայողներու պետք ուներ եւ նվազած էր թիվը դերը բոլորիս մեջ կործեց որովհետեւ մենք կրնանք իրարու հետ ապրիլ այդ ժամանակաշրջանը եւ հասնել դեմը ուր որ Տերը հաստուցած է Աստված դվավ մեզի պետք եղած նյութականը եւ որ պետք ունեինք Աստված դվավ իր ներկայությունը եւ այդ ներկայությամբ գանչեց մարդիկ երբ մեր թիվը նվազած էր Աստված քաչալերեց մեզ երբ մենք հուսահատենք եւ բոլորդ գրնակ վկայելանոնք ծեր անհատական կյանքի մեջ Եվ Աստված որոշեց եւ ուղեց մարդիկ, որպեսզի ճիշտ պաշտոնին վրա լան ճիշտ ժամանակին։ Նայենք մեր 4 կողմը սիրելիներ, Աստծո խոսքը հավատարիմ է եւ ճշմարիտ է։ Դասնհինգերորդ եւ 16-րդ դողերը, որ ընթերցեցինք, մենք կապրինք այսօր։ Ասի զուգատիպություն չէ։ Խոսք չէ։ Գամ Աստծո խոսքը իրավ է կամ սուտ է։ Գամ Աստված հավատարիմ է եւ կհայտայտե ինչ որ մենք պետք ունենք կամ ոչ։ Եվ մենք կտեսնենք որ Աստված ինչպես մեր եկեղեցին իր ամբողջ ծառայություններով բահեց եւ կշարունակե բահել։ Երրորդ կանտրադառնանք Աստծո արդար ներկայության մեր կյանքի մեջ։ 17-րդ եւ 18-րդ համարներում մեջ կտեսնենք, որ գխոսի Սամոսակիրը եւ գսե դերը արդար է իր բոլոր ճամփաներում մեջ ու կգերագրե ու գարեգից է ներողություն, գարեգից է իր բոլոր գործերում մեջ։ Եվ հոս աս երկու բարին վրան գուզեմ շեշտել հիմա, դերը մոդ է, բոլոր անոր որոնք իրեն կգանչեն, ոչ թե միան անոնք որոնք իրեն կգանչեն, այլ անոնք որոնք Ճշմարտությամբ իրեն կգանչեն։ Ճշմարտությամբ։ Բոլորս ալ մեր նեղության մեջ գուզենք որ մեկը մեր մոդը լա։ Տարբեր նեղություններ։ Դավիթ թագավոր շատ լավ գիտեր իր նեղության, երբ կհալածվեր,
որ պետք ուներ որ Տերը իր մոտ լա։ Եվ անոր համար է որ գկրե այս խոսքերը, որ Տերը արդար է եւ մոտ է անոնք, որոնք իրեն կփնտրեն ճշմարտությամբ։ Եվ նույն այդ մոդությունը, ներկայությունը կարծեմ բոլորս վայելեցինք վերջին դարիներուն ընթացքին։ Որ Տերը ինչպես մեզի մոտ էր, ինչպես Տերը արդար է մեզի հանդեպ, երբ որ մենք իրեն կգանչենք, երբ որ մենք իրեն կվստահենք, երբ որ մեր ուժերուն վրան չենք վստահած միան, այլ մեր ուժերը իր ուժերուն վրան վստահություն ունին, այն ադեն Տերը մոտ է մեզի եւ Տերը գլսե բոլոր անոնց, որոնք ճշմարտությամբ իրեն կգանչեն։ Ոչ թե գեղձությամբ, ոչ թե որովհետև պետք է գանչեն, ոչ թե որովհետև լավ է գանչեն, այլ կգանչեն ճշմարտությամբ։ Դեր մոդարի գարոդեմ քեզ։ Եվ որ մենք ճշմարտությամբ կգանչենք, ինչի համար որ գանչենք, Դերը կմոտենա մեզի։ Մենք եթե մեկ մոտենանք, Դերը 10 անգամ ավելի կմոտենա։ Բայց ես կուզեմ քաչալերել մեզի, ասելու, որ Դերը մոտ էր մեզի եւ արդար եղավ մեզի հանդեպ, որովհետեւ մենք ճշմարտությամբ իրեն գանչեցինք եւ որովհետեւ ան հավատարիմ է եւ բարի է։ Որովհետև եթե Տերը հավատարիմ եւ բարի չլա, մենք որքան ալ գանչենք, որքան ալ ճշմարտությամբ գանչենք, որքան ալ ինչ որ ունենք, անիմաստ է, եթե Տերը անհավատարիմ է եւ եթե Տերը բարի չէ եւ չար է։ Գնանք որ հասկանալ։ Եթե Տերը հավատարիմ չէ եւ բարի չէ, մենք որքան ալ ինչ որ ալ ունենք, անիմաստ է։ Քանի որ Տերը հավատարիմ է եւ բարի է, հիմա մեր անգերձ եւ ճշմարիտ աղաչանքները եւ աղոթները եւ գանչերը Տերը կլսե եւ կպատասխանե։ Որովհետեւ ասի ովևէ մեկ անձ եւ կամ ովևէ մեկ եկեղեցի, երբ որ փարության մեջ է եւ կվերակրե այդ փարությունը իրեն, այդ հբարդություն դուրս կբերե եւ հբարդությունը սատանային առաջին զենքն է, որով գուզե եւ հովիվին եւ հոգապարծության եւ ծարայողներուն հբարդության մեջ խապել եւ ցկել, որբեսի բոլորս ինանք։ Ինչպես որ ըրավ Աթամին եւ Եվային, ինչպես որ ըրավ Դավիթ թագավորին եւ ինչպես որ գշարնագե ներ բոլորին։ Անոր համար ես կուզեմ գիտակցիլ, որ մեր աբրածը Աստծո է, մեր ունեցածը իր է, որովհետեւ անհավատարիմ է եւ անփարի է։ Եվ մենք բոլորս կտեսնենք այդ Հիսուս Քրիստոսին օրինակով։ Եվ ավարտելու համար ասեմ, վերջին 3 համարները Աստված գադարելը կործած է, գիրականացնե եւ գլրացնե ամեն ինչ իր հավատարմությունով։ Անիգա իրմե վաղծոներուն փապակը կգործադրե, անոնց աղաղակը կլսե եւ զանոնք կփրկե, Դերը բոլոր զինքսիրողները կբաբանե, բայց ամփարիշներուն պիտի չնչե, եւ անոր համար իմ եւ ծեր փերանը Դերոջ укովությունը պիտի հայտարարե եւ ամեն մարմին անոր սուրբ անունը պիտի օրնաբանե թարեթար։ Աստված գադարեց մեր աղաղակը։ Ոչ թե որովհետեւ մենք արժանավոր էինք, եւ ոչ թե որ անիկա մեր ուժով գադարվեցավ, այլ իր հավատարմությամբ։ Great is your faithfulness. Ան է որ բահեց մեր եկեղեցին, ան է որ բահբանեց մեր ծառայությունները, ան է որ բահեց մեր եկեղեցվո մեջ իր հոգիովը վար բահելու գրագը ավետարանը կարոզելու։ Ան է որ մեծակույն հովիվն է, Հիսուս Քրիստոսը ամենամեծ հովիվն է, ես կամ ինձի բեսիները արժանի չենք հովիվ գոչվելու, մենք իրեն ստորաթաս հովիվներն ենք, որ մեկ ուզենք սորվիլ, որբեսի մեզի առաջնորդե եւ մենք կրնանք իր հովությամբ, որով իր եկեղեցին է առաջնորդվել իրարու հետ։ Եվ ամեն մեկս իր գարկին իր ընելիքը ունի անոր մեջ։ Ինքն է հովիվը, ինքն է հավատարիմը, ինքն է բարի Աստվածը, որ լսեց մեր աղաղակը, փրկեց մեզ անգում է
եւ գադարեց իր ժողովրդին ցանկությունը։ Քերակույն հովիվը գուդա երկրային հովիվներ, կբարգևե երկրային հովիվներ, որբեսի իր եկեղեցին առաջնորդե եւ որբեսի Աստծո բարությունն ու հավատարմությունը մարմնավորվի մեր կյանքի մեջ եւ մենք կրնանք ապրիլանիգա։ Ուրեմն գուզեմ երևես հետեւյալ 4 նախատասությունները գրտնենք Աստծո հավատարմության եւ բարության համար։ Մեկ կսեմ դուք ալ մեկ հետեւես կդեցեք։ Մենք կփարավորենք քեզ ով դեր։ Գհրճագենք ու բարի ավետարանդ։ Գուվգայենք ու հավատարմությանդ եւ բարությանդ։ Եվ գերգրբակենք քեզ ամեն սրդով։ Հուսամ փորձեցի ցույց տալ բոլորիս ես ալ մեջ ելնալով դերորջը հավատարմությունը, դերոջը բարությունը, անոր վսեմությունը եւ մեծությունը։ Եվ այդ գիտնալով խոնարհինք անոր արչեւ եւ թավանինք որ դերը բարի է, հավատարիմ է, անոր հավատարմությունը հավիտյան է, անփոփոխ է, որովհետեւ աննույնն էր երեք, այսօր եւ վաղ։ Աղոթենք։ Դեր որքան բարի ես ցուն եւ հավատարիմ ես, շնորհակալ ենք որ ցուն բահեցիր մեր եկեղեցին եւ գշարունակես բահել եւ գուզես կործել անոր մեջ են։ Շնորհակալ ենք որ մենք քեզ նման բարի հովիվ ունենք, որ գարաչնորդ է մեր եկեղեցին, ամեն մեկուս իր կյանքին պայմաններուն եւ իր ճշտված ճաշտոնի մեջ, որովհետեւ ցուն մեզ գանչած ես ճաշտոնին կործը կատարելու, եկեղեցին շինելու եւ նմանելու քեզ։ Կաղոթենք ով դեր որ մեզի 10 հոգիտ միշտ ըլլանք խոնար ծարաներ քեզի եւ միշտ անդրադառնանք որ ցուն եւ առանց քու բարությանդ եւ հավատարմությանդ մենք չենք կրնար հասնել այն ուր որ հասած ենք եւ գուզենք առաջ երթալ։ Քեզի կվստահենք եւ քեզի կապավինենք ով դեր։ Օգտագործե մեզ քու բարքիդ համար։ Հիմա եւ միշտ եւ հավիտյան։ Amen. I would like to do a very brief summary in English so that those who didn't understand the Armenian may follow what we talked about. And I'll do that in 5 minutes. So we talked about Psalm 145 verses 13 to 21. That's one of the last Psalms that David as a king wrote, thanking God for his goodness and saying who he is and what he has done. And then he explains in those verses that God is with those who call him, he's near to those who call on him in faith, and God raises up those who are falling. And we want to reflect that all that is happening is because God is faithful, God is good, and God is everlasting. That's what we're talking about today. What we witness and live and do is not that what sustains the church. He sustains the church. He makes us going. He gives us our faith and belief. He gives us the heart to worship him. So God's unchanging goodness and faithfulness are the foundation of our hope. His unchanging faithfulness and goodness is the foundation of our hope. And that's an encouragement to us to trust him as we trusted him in the past, to trust him now, and to trust him in the future, so we can what? Declare the goodness of the good news and the kingdom of God. And that may soul be saved, and through that salvation they come to worship Jesus and live for him within the church and their homes and in the community. So that's what we're talking about. We're talking about God's goodness and faithfulness. And what a living testimony as a church that we all can come together to say. Not because we have a pastor now. It's not about me. And I say it again. The story is not about me.
The story is about God's faithfulness and goodness in each and every one's life, how He keeps us going, and then He chooses someone to lead the church. And at the same time, He chooses people that are willing to serve within the council and the worship band and the singers and the technical supports and the men's breakfast and the women's ministry and the young and the youth and everyone else who does and whatever they do. That's God's faithfulness to us. The church is not sustained because we're good people, because we can do it. That's not the foundation. We are the means. God is going to work through us. Because I want us to warn us, all of us, that when we think that we are sustaining the church, that leads us to pride. And pride, Proverbs says, leads to destruction. So we humble ourselves and say, Lord, thank you for your goodness and faithfulness, that regardless of our situation, you kept your faithfulness and goodness and worked through us, everyone in single detail of our minds and hearts, so we can serve you, so that your church may continue to do whatever it used to do. And that's why we give God thanks to God. And that's what David has been saying to God in his last days. He's reflecting on his life and he's saying, Lord, I know what kind of an unfaithful person I am. We all know the story, and we can reflect that on ourselves. But you, Lord, are good and faithful, and your kingdom is eternal. Therefore, you brought me here to this point. And we as a church, we say the same. We know how unfaithful we could be, or were, or weary we were, but through you, your Spirit that is living and working in us makes us trust in you, hope for you, fix our eyes on you. No matter what the situation, we had our ups and downs, but we want to remain faithful. And that's what's happening. And that's what we're living. We're living God's goodness and faithfulness and witnessing to it. That's a sacred moment. That's a sacred moment. We are here today and we're not here next year. We don't know. But that moment will last. And we will last with Him eternally eventually. And that's what we're proclaiming, and that's what we're declaring. That God is righteous, God is loving, good, and faithful. And I want to conclude with this. We have an ultimate shepherd, the greatest shepherd, the greatest master and teacher, and that is the person of Jesus Christ. You know, so many of you congratulated me on being a reverend, and I'm thankful and grateful. But I remember some words from Father Yevya Kirejian, who I've heard a few years ago, that he told me. He said, you know, at one point, the church asked him to be a prelate and give him the title Archbishop. And in humility, he said so. He said, my title is Vartabed. And that title is equal to the title of Jesus Christ because he was called Vartabed, Master. I cannot accept a title higher than his title. So I don't want that title. I want to be Vartabed and shepherd the flock. So I'll say the same, learning from his experience and love and faith. We are all, by the way, doing some sort of shepherding in our lives. Okay? Some do it in a formal position. Most of you do in informal position. But we want to be the humble servants of the great ultimate shepherd who will lead our church. One of my profs told me once, and said, how can a pastor lead the church? He said, do you think you're going to lead the church? God is going to lead the church. All you have to do is be ready to lead the church. And I think the moment was right that God calls me to lead the church. But I can't lead it by myself. I can lead it with you, depending and trusting on God's faithfulness and goodness,
that we become a church, that we are, and become even more, a church that first and foremost will proclaim the gospel of Jesus Christ as my prof exhorted me and you. We preach gospel. We preach Christ has come to earth, lived a perfect life, died and rose again so we can have eternal life and live for him. And that's what we're going to do. And by doing that, people will be saved and people will come to serve him, no matter through what church. But that's what we preach. And that shows God's faithfulness and goodness in us. So I want to conclude by saying, we praise you, Lord. We proclaim you, we testify your good news, and we worship you because you are worthy of all praise. Let me pray. Father, we stand before you in awe of your unchanging goodness and everlasting faithfulness. You have been our refuge in the lean years, our strength in the weary seasons, and our hope when the future felt uncertain. Today we lift our hearts in gratitude, for you have heard our cries, sustained your church, and kept every promise in your perfect time. Lord, thank you for carrying our congregation through the years of prayer and perseverance. Thank you for upholding us when we were bowed down, for providing us resources when we scared, and for drawing us near every time we called upon your holy name. Truly, your kingdom endures forever, and your reign has preserved us and this house. Lord, as we go forward, remind us daily of your goodness. Teach us to trust you in every circumstance, to proclaim your faithfulness boldly, and to rest in the truth that you are the same yesterday, today, and forever. Amen. Եկեք երգենք մեր վերջին փառաբանության երգը «Քո հավատարմությունը մեծ է». Great is thy faithfulness is the last song that we're going to sing today. Մինչ եղանակ մը գնվակվի, պատրաստենք մեր սիրո նվերները. As we're listening to a song,
Let's prepare our hearts to give our love and donations. Gracious and faithful God, we're thankful for your goodness. We're grateful for that you are eternal. And in that eternity, you gave us your eternal Son. We thank you for that, Lord. All that we are, all that we have is yours. Our belongings and our body and our minds and our souls, all is yours. Thank you for blessing us with financial help so that we can bring some of it to you. It all belongs to you anyway. May you accept these offerings, Lord. May you bless them and give us the wisdom as a church to use it for the spreading of your gospel and proclaiming the kingdom of God is near, so that people may repent and come to taste and see how good is the Lord. In your Son's holy name we pray. Amen. Բարև ձեզ, այս վերջի մի քանի օրերուն իցավոք սրդի երկու դուխուր լուրեր իմացանք, որ գուզեմ ձեր ուշադրությանը բերել, սրդի խոր ցավով կխուժենք մահը, մեր եկեղեցի զավակներեն, Բետի Ավակյանի քույրը Դիգին Ազնիվ Ավակյան եղբայրյան, որ բադահած է մի քանի օրեր առաջ Նյու Ջերսիի մեջ, երկրորդ մահը, սրդի խոր ցավով դարձյալ կխուժենք բարոն Զոհրաբ Չադրյանի մահը, որ բադահեցավ ուրբաթ օր, որ գլար մեր եկեղեցի զավակներեն Անի Չադրյան Աջոյանի և եղբորը Հակոբ Չադրյանի հայրը, եկեղեցվո վարչության և հարագից մարմիններուն և համայն անդամներուն կողմէ մեր խորին ցավակցությունները կհայտնենք Օրորդ Բետի Ավակյանի, դերև Դիգին Վրեժ և Անի Աջոյան և իրենց զավակներուն, նաև դերև Դիգին Հակոբ և Սարին Չադրյաններուն և իրենց դուստրին, որ Աստված Սուրբ Հոգիով այցել է, զորացնե և մխիթարի հանգուցյալներուն, ամիջական ընտանիքին անդամները, հարազատները և բարեկամները, օրհնյալը լա հանգուցյալներուն հիշադակը։ Շատ լավ։ Անցյալ գիրագի ունեցանք մեր եկեղեցվո 65-րդ տարեդարձի ջաշկերույթը, Փարափանական ջաշկերույթը,
հագարակ օդի աննպաստ լալուն սաստիկ փոթորիկ ցույն սակայն եկեղեցի ժողովուրդը հոն ներկա էր եւ մենք հոնդեր միասնաբար փառաբանեցինք Աստված եւ պարտվինք մեր վայելած 65 տարիներու եկեղեցի կյանքի շրջանին Ուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել մասնավորապես հանձնախումբին, որ շաբաթներով, ամիսով աշխատեցան, որբեսի հաջողցնեն այդ ճաշկերույթը եւ դեսակ պատրաստությունը ինչ հաջող էր, ինչ լավ էր եւ քրքույ գնալ, որ մեր ցերկերու մեջ ունեցանք եւ գրնանք բայել անիկա իբր արխիվ մեր եկեղեցվո 65-րդ ամյակի դարեդարձի արիթով։ Նաեւ գուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր դիկնած միության, որ անոնքալ շաբաթներով, եթե ոչ ամիսներով աշխատեցան երեք եւ այսօր որ ունենք Christmas Food and Market վաճառքը ասենք մեր հին հասկացողությամբ բազարը բոլորս ներկայ ագանադես եղանք կամ եթե ոչ Facebook-ի վրա տեսանք նկարներով որ դիգիներ ինչպես դկնաչան աշխատեցան եւ այսօր գհրավիրեն ցեզի Պաշտամունքեն հետ որբեսի երթակ վերաբադվելի Մովսես Ջամբազյան սրահը հոնդերը իրենց քաչալերեք իրենց հոգնությունը գերտա այն ադեմ որ իրենք կհանգչին այն ադեմ որ դուք իրենց կքաչալերեք եթե որ սպարին այդ ջաշերը իրենց դարած պատրաստությունը դուք այն ադեմ իրենց քաչալերած պիտի լակ եւ իրենց հոգնությունը իրենց ուսերուն վրա են պիտի անցնի այնպես որ կխնդրենք ցեզ մե որ Պաշտամունքեն հետո երթակ կովիսրահը եւ քաչալերեք դիգինները եւ այս երկու ցերնակներուն գուզենք մասնավոր հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն վիրադուներուն եւ բարերարներուն որոնք օժանդակեցին Նաև գուզենք հրավիրել եկեղեցի ժողովուրդը բոլոր անոնք որոնք Աստված իրենց տված է դարբեր դաղանտներ պետք ունենք նվագողներու գուզենք նվագախումբը ավելի անդամներով զարգանա նաև գուզենք երգչախումբը զարգացնել եւ հիմակվնե երգչախումբ պատրաստել դոնական օրերու համար մեր արժեվ ունենք դեղական կանադական ծնունդը նոր դարին եւ հայկական ծնունդը այնպես որ կխնդրենք ձեր բոլորեն անոնք որոնք ունին լավ ցայն ունին դաղանտ նվագելու հաջիս մոդեցեք դոկտորին եւ կամ Անի Հովսեփյանին որբեսի կարենանք ասիգա համատրել միասին իբր եկեղեցի եւ մեր ցայներով եւ մեր նվագախումբով բաշտենք պարապանենք Աստված եւ եթե այս մարզերեն դուրս ունենք անդամներ որ դարբեր մարզերու մեջ գրնան օգտակար ըլլալ Թուրսը կավիթը սեղանի վրա պիտի ըլլա ցանկ, ուր այդ ցանկին վրա գրնակ հոնդեղը արցանակրել թե որ մարզի մեջ գրնակ ծարայել ծեր ծարայությունը բերել եւ այդ ցևովալ ծեր ծարայության միջոցովալ գրնանք իբր եկեղեցի Աստված պարապանել։ Իմ վերջին հայտարարությունս պիտի լա, ծանոթությունս պիտի լա Կալգիրագի Պաշտամունքեն ամիջապես հետ պիտի ունենանք մեր եկեղեցվո ընդրական անդամական ժողովը 18 տարեկան եւ վեր բոլոր հաղորդական եւ օժանդակ անդամներու ներկայությունը կարեւոր է որբեսի կարենանք ունենալ ընդրություն այս տարի հոգապարծութենեն 4 անդամներու ժամանակը կվերջացնե որոնց համար շնորհակալ ենք իրենց դարած ծառայությանը վերջին 2 տարիներու ընթացքին այնպես որ գուզենք ընտրել 4 անդամներ որբեսի լրացնեն հոգապարտության գազմը որբեսի կարենան սկսել նոր տարին նոր ծառայությունով շնորհակալություն Դիգնացի ծառայության համար երբ որ խոսեցավ մեջը ներառված են անոնք որոնք դարին փերին քնումերին աշխատեցան դիգնացեն չեն անոր ներդրում ունի էսել գուզենք բոլորի դար վարձ կգադար ցերալ վարձ կգադար որ կկաչալերեք եկեք հիմա ոդենգայս բոլորս ավարտենք մեր այսօր շաբաշտամունքը դերունական աղոթքի երկելով
Զիքո է արքայություն եւ զորություն եւ փառք Հավիդյանս Հավիդենից։ Եվ հիմա դերը օրտնե եւ բահեցես։ Դերը իր երեսը բայցարացնե ծեր վրան եւ ողորմի ցեզի։ Դերը իր երեսը դարձնե ծեր գոմը եւ խաղաղություն դացեզի։ And now the love of God and the grace of our Lord Jesus Christ and the fellowship of the Spirit may be with us all, so we proclaim His faithfulness and goodness for now and forever. Amen. You go in peace. Երթախավ